Բարև ձեզ սիրելի հեռուստադիտողներ, քանի որ սա մեր 2026 թվականի առաջին թողարկումն է, սրտան շնորհավորում ենք ձեզ ամանորի առիթով։ Մենք դեռ առիթ կունենանք շնորհավորելու ձեզ նաև Սուրբ Ծննդյան լուսաբերտոնի առիթով մեր հաջորդ թողարկմանը։ Իսկ այս թողարկմանը Ղազարյան versus Ղազարյան նախագծում մենք մշակման կենթարկենք արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին։ Պետրոս Ղազարյանը այդ հնարավորությունը մեզ տվել էր դեռևս նախորդ տարվա վերջին, իսկ մենք նրանով կսկսենք մեր 2026 թվականը։ Բաժանորդագրվեք Antifake-ի YouTube-յան ալիքին, հավանեք եւ տարածեք այս տեսանյութը, թողեք ձեր մեկնաբանությունները եւ վայելեք։ Մշակվում է Արաբաթ կամ Դավալու Միրզոև։ Բարի երեկո սիրելի հեռուստադիտողներ, մենք շարունակում ենք ամփոփել 2025 թվականը, այսօր կզրուցենք արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ, բարի երեկո պարոն Միրզոյան։ Բարի երեկո։ Շնորհակալություն հրավեր ընդունելու համար, եւ մեր հյուրը Էդգար Ղազարյանն է։ Բարև ձեզ։ Այս տարվա գլխավոր արտաքին քաղաքական նախագիծը տրիպն էր, եւ երբ մենք զրուցում էինք, կհիշեք, նոր էր այդ նախագիծը համեմատաբար սկսել եւ ընդդիմությունը շատ, այսպես ասած, բացասական բաներ էր ասում այդ մասին, մինչև դավաճանություն, դուք տվել եք Զանգեզուրի միջանցքը, տվել եք մեր անկախությունը, դուք պատերազմը մոտեցրել եք մեր սահմաններին, Ուկրաինացում, Հայաստանի Սիրիացում եւ այլն։ Այսքան ժամանակ անցավ, հա, շատ չի անցել, բայց ահագին անցել է։ Ինչ ցույց տվեց այս նախագիծը, պարոն նախարար։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Նախ տարվա գլխավոր իրադարձությունը օգոստոսի 8-ին տեղի ունեցած Վաշինգտոնյան գագաթնաժողովն էր եւ համաձայնությունները դա ավելին էր, քան տրիպը, որովհետեւ այդտեղ արձանագրվեց խաղաղության հաստատումը, որովհետեւ այդտեղ նախաստորագրվեց եթե ամբողջական անվանումը չասեմ խաղաղության համաձայնագիրը, այդտեղ սկզբունքներ ամրագրվեցին համաձայն որոնց խաղաղությունը պետք է կառուցվի եւ սկզբունքներ ամրագրվեցին համաձայն որոնց պետք է տեղի ունենա ընդհանուր ապաշրջափակումը։ Մի րոպե, Ալաբադ ջան։ Ոնց թե ասում ես տարվա գլխավոր իրադարձությունը օգոստոսի 8-ին էր, արաբա հունվարի 14-ը։ Հունվարի 14-ին բա դու գնացիր Վաշինգտոնում Միացյալ Նահանգների հետ համաձայնագիր կնքեցիր, ասիր սա ռազմավարական համագործակցության այսինքն ստացվում է որ Ադրբեջանի հետ չստորագրած, այլ նախաստորագրած, որ չի ստորագրվելու, այդ համաձայնագիրը ավելի կարևոր է, քան աշխարհի թիվ 1 գերտերության հետ կնքած ռազմավարական բան։ Կարող է խաբել եք արա դուք մեզ։ Պետրոս կարող է սրանք խաբել են մեզ այդ հունվարի 14-ի ստորագրածը ոչ թե ռազմավարական համագործակցություն, այլ ընդամենը մի հատ հանձնաժողովի կանոնադրություն։ Այնտեղ ուղղակի ռազմավարական բառ կա։ Թե չէ ոնց կարող արա Ամերիկայի հետ կնքած ռազմավարական համաձայնությունը կարևոր չհամարի, Ադրբեջանի հետ նախաստորագրածը համարի։ Արա դու ինչ-որ մի ֆռիկ անում ես։ Քեզ չէ, արա դու ազնիվ մարդ ես, այդքան ժողովուրդը քեզ սիրում է, հարգում է, էլի բոլորը քո անունով երդվում են Ադրբեջանում։ Արա բայց բաներ դու ես ասում։ Այսինքն կողմերը պարտավորվեցին եւ հանձնառան եւ ճանաչեցին, որ ամբողջ ապաշրջափակումը տեղի ունենալու երկրների տարածքային ամբողջականության, սահմանների անխախտելիության, ինքնիշխանության, իրավազորության, որը շատ առանցքային շրջանակներում փոխադարձությունը նշվեց եւ սրա շրջանակներում նաեւ ասում է, որ լինելու է տրիպ։ Տրիպը հայ-ամերիկյան ենթակառուցվածքային ծրագիր է, հա, նախաձեռնություն, որը արդեն աստիճանաբար կյանքի պետք է կոչվի։ Մի րոպե, Արա ջան, այ ախպեր, արա քեզ ոնց որ խաբել են։ Ես չեմ հասկանում։ Դու ես հիմա մեզ խաբում, թե քեզ են խաբել, այ ախպեր։ Ա տրիպը ոնց է հայ-ամերիկյան նախաձեռ։ Բա հայ-ամերիկյան համաձայնությունը Ադրբեջանի նախագահն է ստորագրել։ Բա Ադրբեջանի նախագահն ում կողմից է ստորագրել։ Հայաստանի թե Ամերիկա։ Արա կարող է Հայաստանի կողմից ինքնաստորագրել։ Բայց եթե հայ-ամերիկյան Ադրբեջանի նախագահն դրա հետ ինչ կապ ունի, այդ պետք է մենակ Նիկոլ Փաշինյանը ու Դոնալդ Թրամփը ստորագրածել են, բայց եթե Ադրբեջանի նախագահն էլ է ստորագրել։ Արա կարող է մեղրին տվել եք Ադրբեջանին, դուք Արարատ։
Պետրոս, ինչ ես կարծում։ Արա կարող է սրանք մեղրին տվել են Ադրբեջանին, անունը դրել են թրիփ, ժողովրդին խափում են, ընդել ամերիկացիների վերահսկողության տակարելու, բերելու են ամերիկյան ռազմաբազա դնեն Իրանի հետ հարաբերությունների լարվածություն ստեղծեն։ Ընդել սահմանին հիմա Հայաստան-Իրան սահմանի ռուսական սահմանապահ զորքերն են կանգնած։ Կարող է դրանց էլ Արա Պետրոս, էսի ոնց որ լավ բանի չի տանելու Պետրոս։ Էսի ինչ խաղաղություն է, էս արա ոնց որ էս ինչ ասիր ուկրաինացում թե սիրիացում, արա չէ, էսի Պետրոս, էսի Հայաստանացում, արա, էսի Հայաստանացավացում, արա։ Եվ ինչպես տեսանք, դուք իրավացի եք շահարկումներ կային, ընդհանուր մինչև նորից, չգիտեմ, Միջանցք եւ այլն, եւ ինչ տեղի ունեցավ, ուղղակի հրապարակվեցին բոլոր այն փաստաթղթերը, որոնք վերաբերելի էին դրան, եւ տեսանք, որ հիշում եք, ասում էին պայմանագրում կա Միջանցքի մասին։ Պայմանագրի տեքստը հրապարակվեց, տեսանք, որ մանիպուլյացիա էր։ Ոնց տեսար որ դու չես կարդացել։ Չես կարդացել դու։ Արա արտաքին գործերի նախարարության կայքում դրած է, մտի կարդա։ Սպաղված է երև Պետրոս։ Հավեսյան է թուրքերի հետ այդ բաների մեջ, առևտրի մեջ, բան երև ժամանակ չունեցել կարդա։ Արա մտի կարդա, գրած է սաղ։ Տվել եք, արա մեղրին տվել եք Արարատ։ Չնայած քո Արարատը որն է։ Արաբատ։ Սովորական։ Հետո ասում էին պայմանագրում չի լավ, բանում կա։ Հուշագիր ստորագրված 3 հուշագրերից մեկում հուշագրերի տեքստերը հրապարակեցինք, տեսան որ այնտեղ էլ չկա։ Եվ ուզում եմ ասել, որ այս ուղղությամբ մեր աշխատանքները շատ ինտենսիվ շարունակվում են, ինչպես առաջ, այնպես էլ այսօր մենք շահագրգիռ ենք օր առաջ ունենալ ամբողջական ապաշրջափակում, օր առաջ գործարկել թրիփ ենթակառուցվածքներ, այդ թվում եւ գուցե այսպես գնահատում ենք, որ առաջինը երկաթուղին կարող է լինել կամ կլինի օբյեկտիվորեն, եւ այդ երկաթուղով եւ Հայաստանը կկապվի արտաքին շուկաների հետ, կարող է արտահանել, կարող է ներմուծել եւ նաեւ Ադրբեջանը կարող է Հայաստանի տարածքով անցնել եւ ընդհանրապես երրորդ երկրները, չգիտեմ, Պորտուգալիան Արես ինչ էր խոսում Պետրոս, արես մարդու գցել են թյուրի մատության մեջ, այ ախպեր։ Ինչ Պորտուգալիա, ինչ ընդամենը Ադրբեջանի հիմնական մասից Նախիջևան Հայաստանի տարածքը մեղրին տվել են, որպեսզի իրանք անարգել, ոնց որ Միջանցք պատկերացնում են, ով է քեզ ասել որ սահմանաբար, արա դու չես լսում ադրբեջանցիներն ինչ են ասում, Արաբատ։ Աբա որ գնացիր Բրյուսելում համաձայնագիր ստորագրեցիր, Ադրբեջանի արտգործ նախարարությունը չես լսել ինչ ասել։ Ասում այդ համաձայնագրի մեջ գրած է Հայաստանի կառավարության կողմից իրականացվող խաղաղության խաչմերուկ ծրագիր, որի վերաբերյալ կոնսենսուս չկա։ Խաղաղության խաչմերուկն է, որ պիտի տարածաշրջանում սահմանները բացվեն, սահմանը փակել է Ադրբեջանը, ասում է կոնսենսուս չկա, այսինքն սահմանները չի բացելու։ Թուրքիան էլ ասել է, քանի Ադրբեջանն է դրանց հարցերը չլուծվել, ես էլ չեմ բացելու։ Այսինքն սահմանները մնում են դու ինչ ես խոսում, արա, որ ասում ես Հայաստանի ապրանքները գնալու են Պորտուգալիան ով է տվել Պետրոս, այս ինչ էր խոսում այ ախպեր։ Շատ ինֆորմացիաներ են պատտվում ոչ պաշտոնական, որ ամերիկյան պատվիրակություններ են գալու, ընդհանուր մինչև շատ բարձրաստիճան պատվիրակություններ, այ ինչ կարող եք բացել, ասել, ինչ ենք սպասում։ Ինչու միայն ամերիկյան։ Ես կարծում եմ, որ հաջորդ տարին լեցուն կլինի, ուրեմն մեր միջազգային գործընկերների Հայաստան կատարելիք այցերով, գիտեք, մի այդպիսի մեծ իրադարձություն ունենք, Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը, որը ենթադրաբար մայիսի սկզբներին կլինի, էլի մինչ այդ դրանից հետո այցեր կլինեն։ Մի րոպե, Արարատ, այդ տղա մի ցրի է։ Այս մարդը քեզ կոնկրետ հարց է տալի, ինչ ես ցրում։ Եվրոպական գագաթնաժողովի մասին քեզ ով ասաց։ Պետրոսը հարցնում ասում է ամերիկյան բարձրաստիճան այցելություններ են նախատեսված։ Պետրոսն օթից չի ասում, դու չմտածես Պետրոսը տենց ապուշ դուսա տալի։ Արման Բաբաջանյանը եկե էստե, այս մարդուն ասել է, ամբողջ ժողովրդին ասել է, որ փետրվար ամսին կամ արտգործ նախարարն է գալու, կամ ԱՄՆ փոխնախագահն է գալու։ Հիմա Պետրոսը հարցնում ասում է գալու են դրանք, դու ինչ ես ցրում արա։ Լասա տենակ ԱՄՆ-ի փոխնախագահը գալու է, թե չի գալու։ Չնայած Պետրոս ճիշտ անը որ ցրում է։ Գողելքն ասա։ Արա Արման Բաբաջյանը արդեն որ քեզ ասել է։ Սա ով է որ հələ մի հատ հաստատի կամ մերժի։
Սա ընդամենը խեղճ խեղճ կրակ Հայաստանի արտաքին գործերի նախարարն է։ Նիկոլի նշանակած մարդ։ Դա բարձր չէ դրա վիճակը։ Նիկոլին չէ։ Արման Բաբաջյանը ամերիկացիների մարդն է, այդ ցավատանը։ Այսինքն ամերիկացու նա արտաքին գործերի նախարարն է։ Հիմա շեֆն ասել է, դու եկել ես ենթակային ասում ես, այդ ոնց որ գեներալը մի բան ասի, դու այդպես փոխգնդապետին հարցնես, ասես փոխգնդապետ, գեներալը այդպես բան ասի, ինչ կասես դա, ինչ պետք է ասի։ Արա բայց քեզ փոխգնդապետ տվին, արաբատ։ Կսազի չէ Պետրոս, փոխգնդապետ օմեգա։ Ծառայողական առաջխաղ չեն տվել է։ Դե նոր տարում որպես կանոն դες բարձրացումներ ելնում է, էլի։ Միջնորդի կտան երևի արդեն վաստակել ես։ Ցորենը, բենզինը, այս ամեն ինչի հետևանք են։ Իհարկե, այո, դա հաստատված խաղաղության հետևանք են, ամրապնդող գործոն են, երաշխիք են, հաստատված խաղաղության դրսևորում են։ Այլ պայմաններում ինչպես եք պատկերացնում, այսինքն տասնամյակներ չգործած երթուղին, այն է Ղազախստանից կամ Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան բեռների առաքումը կամ ել չասած երկկողմ առևտուր, այսինքն Հայաստանի Հանրապետությունում եղած հայկական հայաստանյան ընկերությունները ադրբեջանական ընկերություններից առնում են ապրանք, ենել ռազմավարական նշանակության ապրանք, բենզին օրինակ։ Այսինքն ոնց էր սա հնարավոր առանց խաղաղության։ Հնարավոր չէ Պետրոսյան։ Հիշում ես քիչ ես դու Պետրոս, 2 տարի առաջ էր ընդամենը 2023 թիվներ ադրբեջանցիները Արցախը շրջափակման մեջ էին պահել, նո ասենք այնպես ոնց որ հիմա Հայաստանն են, չէ, շրջափակման մեջ։ Հա, ու 23 թվին այդ շրջափակման ժամանակ, երբ որ արդեն դե պարենային խնդիր էր, վառելիքի խնդիր կար, ադրբեջանցիներն ասում են, ուզում եք մենք ձեզ բենզին տանք, վառելիք տանք։ Արցախցիները զգուշաց, ասին չէ, էսի լավ բանի համար սրանք չեն անում, սրանք դժվար լավ բանի համար անեն, հրաժարվեն։ Այդ ասին սոված եք, հա, շրջափակման մեջ եք, ուտելու բան չունեք, մենք կարանք ձեզ ցորեն տանք, կարանք ալուր տանք ձեզ։ Հա, արցախցիները զգուշաց են, ասին չէ, էսի լավ բանի համար սրանք մեզ հենց այնպես ցորեն չեն տա, սրանք ոնց որ ուզում են մեզ զավթեն, այդ բենզինը, այդ ցորենը, դա ոնց որ մեզ զավթելու համար են ուզում, հրաժարվեցին արցախցիները։ Հետո ինչ տեղի ունեցավ, Ադրբեջանը բերեց Արցախը ամբողջությամբ գրավեց ու արցախցիներն ընդդեղից հա։ Հիմա շրջափակման մեջ գտնվող Հայաստանին ադրբեջանցիներն ասում են շրջափակման մեջ է կարող է բենզին ուզեք, կարող է ցորեն եք ուզում, սրանք արդեն փորձացում են, այո, так держать, ուզում ենք, շատ ենք ուզում, բերեք, ձեր ցորենը բերեք, ձեր բենզինը բերեք, ձեր օգնությունը բերեք, էժան բենզին ենք ուզում, դրա համար էլ Պետրոս ջան, այս մարդիկ արդեն ընթառաջում են, որ հեշտ թե չեն ժամանակ այդքանից հետո ադրբեջանցիները սեպտեմբերի 19-ին հարձակման, էլ մի օրվա կռիվ, հիմա մեզ մի օրվա կռիվ պետք է, իհարկե պետք չի, խաղաղությունն է պետք, այն խաղաղությունը, որ Ստեփանակերտում հաստատվել է, Երևանում չէ՞ չհաստատվի։ Երևանցիները ինչով են պակաս Ղարաբաղցիներից, կարաս ինձ ասես Արաբաց ջան, ինչով են պակաս։ Եթե Ղարաբաղցիները կարան ընդամենը 10 օրվա մեջ իրանց 5000 տարվա բնակության վայրերը թողնեն փախստականի պես ելեն դառնան փախստական իրանց հայրենիքում։ Երևանցիները պակասեն Ստեփանակերտցիներից։ Հայաստանի հայերը պակասեն Ղարաբաղի հայերից, որ դրանք այդ ճակատագրին արժանանան։ Իսկ մենք չարժանանանք, ինչի։ Մեր ի՞նչն է պակաս։ Նույն ադրբեջանցիները, չէ՞, նույն բենզինը չի, նույն ցորենը չի։ Всё, արդեն փորձած թանը ամփորձ մածունից լավ է։ Չես լսել։ Հնարվում է, որ ուղակի Ադրբեջանից մտնեն Հայաստան, ոչ Վրաստանով։ Դա էլ է քննարկվում եւ կարծում եմ, որ որքան մենք առաջ գնանք խաղաղության ինստիտուցիոնալացման ուղղությամբ, որքան ավելի հոգեբանական բարդությունները նաեւ հասարակությունների մոտ մենք չենք կարող չխոստովանել, որ դրանք այնուամենայնիվ կան, որքան էս հոգեբանական բարդությունները հետին պլան գնան, որքան ավելի փոխվստահություն հաստատվի, որքան ավելի արդեն
փորձի համագործակցության փորձի հիման վրա կարող առաջ գնալ, այդպիսի սցենարները շատ ավելի իրատեսական կդառնան։ Պետրոսյան, հələ մի բան ասեմ քեզ։ 2023 թվականին, որ Արցախը շրջափակման մեջ մնաց ու հայաթափեց, Հայաստանի վարչապետն ով էր։ Աբրես Նիկոլ Փաշինյանը։ Արտաքին գործերի նախարարն ով էր։ Աբրես Ալաբատ Միրզոևը։ Պաշտպանության նախարարն ով էր։ Աբրես։ Հիմա ով է։ Վարչապետն ով է։ Նույնը։ Արտաքին գործերի նախարարը նույնը։ Սաղ նույնն են, չէ՞։ Բայց եթե ընդ այս մարդիկ կարողացան մինչև այդ ասել, որ Արցախը Հայաստան, մենք ամեն ինչ անելու ենք Արցախի անկախության, Արցախի սուվերենության, ինքնիշխանության։ Հիմա նույն Հայաստանի համար են ասում։ Ինքնիշխանություն մեր Հայաստանի տարածքային համար ճակատագիրն է նույնը։ Ինչի պիտի չլինի։ Ինչ նախ խանգարում այդ դաժե այն ժամանակ եթե հələ մի քիչ անփորձ են ձևի հիմա ինչ նախ խանգարում այդ մարդկանց։ Անգիր գիտեն որը որից հետո է։ Պետրոս, դու ընդդիմության մասնագետ ես, դու անգիր գիտես, թե ընդդիմախոսներն ինչ են ասում։ Դու քո հարցերը դիր մի կողմ, մի հատ ընդդիմախոսներից։ Ընդդիմախոսները ինչ են ասում, որպեսզի այս մարդը դրանց ծաղի պորտը տեղը դնի։ Ինչ են ասում ընդդիմախոսները։ Տեսեք, ընդդիմախոսներն ասում են, որ դա շատ վատ է։ Ինչու՞։ Որովհետև Ադրբեջանը պահում է մեր գերիներին, Ադրբեջանը մեր տարածքներում է, չի տալիս հետ։ Ադրբեջանը խոսում է 300,000 ադրբեջանցիների գալու մասին, խոսույթը նույնն է, ինչ որ խաղաղությունից առաջ, հա, Զանգեզուր եւ այլն, եւ Ադրբեջանը զինվում է, իսկ մենք ասում ենք, որ այսինքն աշկ ենք փակում այս ամեն ինչի առաջ, հա, եւ բենզին ենք բերում, որով ֆինանսավորում ենք ադրբեջանական բանակը։ Պետրոս, արա դու էլ դրանց ասածներին բանի տեղ ես դրում։ Շատ է որ ասում են։ Ղալլաթ են անում, որ ասում են։ Հələ թվարկածներից հետ։ Որ մեկն էլ ճիշտ։ Կարաս ինձ ասես։ Հələ մատ հերթով ասա։ Գերիներ ունենք մենք Ադրբեջանի բանտերում։ Ադրբեջանը զինվում է։ Որ միա սազնաճիշտ շրջափակման մեջ է պահում Հայաստանին։ Որ միա սազնաճիշտ դրանց։ Սաղ սուտ։ Խաղաղություն արա։ Արա այս մարդիկ էլ ինչ անեն արա որ դուք հավատաք որ խաղաղություն։ Արա էլ ոնց բացատրեն ձեզ։ Ընդդիմախոսներն ասում են Ադրբեջանը մեր տարածքները գրավել է գրաված է պահում։ Ղալատ են անում այդպես բան կա։ Այդպես բան կա, արա դրանք մերը չեն, արա։ Այն տաուշի պատմությունն եք սարքում մեր գլխին Պետրոս, արա մերը չեն դրանք, այն տարածքները, որոնք Ադրբեջանը վերցրել է, դրանք մերը չեն, արա դրանք իրանցն են, միշտ իրանցն էլ է։ Նորից ու նորից սա այն մանիպուլյացիաներից մեկն է, այն եթե կուզեք հիբրիդային հարձակումներից մեկն է, ապատեգատվություններից մեկն է, որը որ կիրառվում է այսօր մեր դեմ եւ կիրառվում է նպատակ ունենալով տորպեդահարել եւ խաղաղության գործընթացը եւ առհասարակ ուրեմն Հայաստանի զարգացման հերանեկարները Կերար խրկը տվել ես ընդդիմախոսներ սուտ մանիպուլյացիաներ ասում է հիբրիդային արա դրանք սա հիբրիդներն են գալի տեզը սա սուտ բաները տան կեղծ տեղեկություններ են տարածում որպեսզի տորպեդահարեն մեր խաղաղության գործընթացը Չկա տես բան արա, դուք լսեք ես մարդիկ ինչ են ասում, մենակ իրանց լսեք, արա դրանց ընդհանրապես, արա դրանք էլ հետաքրքիր այդքան էլ փակում են, այդքան էլ դրանց բանտարկում են, այդքան էլ բան, էլի ձենները չեն կտրում արա դրանք, այդ հիբրիդները։ Այդ բենզինի ձեռքբերումը, որքան հասկանում եմ, շատ շահավետ է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար։ Ես տեսա բոյկոտի կոչեր կան, բայց ես իմացա նաև որ հերթեր կան այդ բենզինի ձեռքբերման համար, հա։ Արա հերթ, արա լուրջ եմ ասում, արա դրեք այդ ոստիկանները նորմալ այդ հերթը պահեն, ուտում են մարդիկ իրար արա։ Արա գլուխ են ջարդում, արա այդ 2 կոպեկ այդ 90 դրամ, արա բերինով ես ասում, Ալաբադ ջան, արա 90 դրամ այդ փող է ախպեր, արա ուտում են մարդիկ իրար արա, ձեռը տալի մեզ, ախպեր այդ բենզինը, շատ օգտակար է։ Պետրոս ջան, հետո սոկառը պիտի մենակ բենզինը չուղարկի, պիտի իրանց բենզակալոնկեքն է բերեն դնեն Հայաստանում։ Ինչի՞ դերեն տան ուրիշները ծախի։
Մեր ադրբեջանցիները, օրինակ, բանում 2021 թվին, որ Գորիս Կապան ճանապարհից մարդիկ հանձնեցին ադրը, դե հիմա հանձնելը ո՞րն է, ցավը, դե խումերը չէ, Իրանցներ եկան վերջ։ Հենց վերցին բերին ընդ մի հատ սոկարի բեզակալոնկա դրին։ Էժան բենզին։ Արա բայց չեն թողնում, որ մենք եթանք այդ էժան բենզինը դες դրել են ճանապարհ երկու տեղից, փակել են այդ Գորիս Կապան ճանապարհը։ Չեն թողնում ախպեր մարդիկ այդքան սա։ Հիմա մատ լավ, ընդ ասենք այտենց արին անշնորհ։ Մատ հələ Երևան չփորձարկեք, ասենք դու մատ բերեն Երևանում սոկարի բեզակալոնք եք դնեն, աշտարակում դնեն, արտաշատում դնեն, անմավե բոլոր քաղաքներում դնեն։ Կարող է հանկարծ թողնում են։ Կարող է թողնում են, որ մենք գնանք Երևանում սոկարից բենզին լցնենք։ Կարող է մենակ Գորիս Կապանում չեն թողնում, մնացած տեղերը կարող է թողնում են։ Դրա համար մենք պիտի այդ մեր մեջ այդ բարդույթները հաղթահարենք, որ խաղաղությամբ լցվենք, որպեսզի կարողանանք այդանք բենզինը, հələ մենք մեր մեջ խաղաղությամբ չենք լցվե։ Ուզում ենք մեր ավտոների բակի մեջ խաղաղությամբ բենզին լցնենք։ Բայց կարելի է, բայց ազնիվ է։ Մեր բարեկամ Ադրբեջանի այդքան էլ այդ մարդիկ մեզ սիրում հարգում են։ Այսքան էլ ասենք Ալիևը նստած մտածում արա ասում կանչում այդ սոկարի դիրեկտորին արա ասում մարդ ես արա հարևան ես հələ տեսեն խեղճ մեր հարևան բարեկամ ժողովուրդը բենզին ինչքան է պրեմիումը դե ինչքան է ասում 520 փուքո երեսա անամոթ արա բադուստեր նստած բենզինի վրան դե մեր բարեկամները 520-ով պրեմիում են լցում դժվար արա տանեք 440-ով մեր բարեկամներն են արա տարեք 440-ով տվեք փողն էլ բերեք կտանք մեր բյուջեին զենք կառնենք պաշտպանության ծախսերի բյուջեի 21% կանենք պատրոն կառնենք կտանենք որն է մնացել է դրանցից կվերացնենք սիրուն տեղը կբացենք ու ընդհանրում առաջ դրա համար էլ այս մարդիկը գործընկերություն են անում դա կլինի հասարակությանը խաբել եւ վերջով ակնհայտ է հիմա կան բանկվի բանտերում պահվող անձինք հա կա լսում ենք շարունակաբար արևմտյան Ադրբեջանի խոսույթը այս կամ այն մակարդակով, այս կամ այն իրադարձության շրջանակներում։ Հիմա խնդիրներ են սրանք, որոնք դեռ ենթակա են լուծման, խաղաղությունը հաստատված է, համագործակցության փորձերը կան, դրսևորումները կան, բայց սա չի նշանակում, որ մենք անցել ենք ամբողջությամբ անհրաժեշտ ճանապարհը։ Եվ հումանիտար հարցերն էլ պետք է ասի ենթակա են հասցեագրման եւ նաեւ արևմտյան Ադրբեջանի խոսույթը մենք համարում ենք դա մեր տարածքային ամբողջականության դեմ խոսույթ այնպես որ դեռ ճանապարհ կա անցնելու բայց պետքա գնալ այդ ճանապարհով ի վերջո անհրաժեշտ ճանապարհ անցնում անհրաժեշտ նպատակակետին հասնում նա ով քայլում է չէ այդ ճանապարհով եթե դու ճանապարհի սկզբից նստես եւ ասես կա այս խոչընդոտ եւ ոչինչ չանես դրանք հաղթահարելու ուղղությամբ ոչինչ չանես մթնոլորտը բարելավելու ուղղությամբ փոխվստահության ձեռք բերելու ուղղությամբ այդ խնդիրներից ոչ մեկը չի լուծվի հիմա խոսում ենք բայց արդեն դուք հիշեք մթնոլորտը եւ հասարակության ակնկալիքները օգոստոսին դուք հիշեք այդ ակնկալիքները մարտին եւ պատկերացումները ապագայի վերաբերյալ դուք հիշեք այդ պատկերացումները ապագայի վերաբերյալ անցած տարի նախանցած տարի այդ ցավը տանեմ հələ դու անցած տարին ես ասում Արաբադ ջան հələ բա դու հələ հիշի 2017 թվին ինչ էր կատարվում հələ հիշի 2016-ին ինչ էր 14-ին 12-ին Ղարաբաղը հələ հիշի էլի Պետրոս արա ո՞ս բրծանք հոր ախպեր լավ բրծան Այն վաղտ այդ Ղարաբաղը Հայաստան էր ընդ հայեր էին ապրում պաշտպանության բանակ կար հələ հիշի էլի ինչ մտնոլորտ էր արա լավ էր ախպեր արա այս մարդիկ 18 թվին եկան սա բերին քցին տեղը չնայած իրանք ասում են որ իրանք գալիս են որպեսի Ղարաբաղի դե ֆակտո անկախությունը դարձնեն դե յուրե անկախություն որ ամրապնդվի Ղարաբաղի պետականությունը որ ավելի սերտ լինի կապերը Հայաստանի հետ որ Ղարաբաղը միջազգայինորեն ճանաչվի հա ինչ անենք որ այտենց էին ասում բայց բերին սաղ շողոլի ախպեր բերին սաղ քցին տեղը Հիմա շարունակում են հələ մի հատ հիշեք էլի ինչ էր կատարվում արա իսկական է արա որ հիշում ես ցնդում ես արա ասում ես բա անելու բաներ արա բա անելու բաներ գնացել ես քո հայրենիքը ազատագրել ես ապրում արա բա տես բան են անում արա բա տես բան են անում արա հայրենիքը տեսել ես տշնամուն հանգիստ քո համար նստես ապր տշնամին էլ
բենզինը բերի 520-ի տեղը 440 ծախես, ղազախական ծորենը բերես, լափը սարքես ուտես, 1000 հնարավորություններ կար, մենք չենք օգտվել արա։ Էս մարդիկ կամ հələ որ ուզում ես իմանաս, հələ շատ բան կա տալու Պետրոս։ Տեսես մարդիկ կազմակերպեցին օգոստոսի մեղրին տվին։ Մեղրին են տվել։ Và մնացած Սյունիքը արա, սաղ գնացել ես դու Պետրոս, սաղ ձուր։ Ումա պետք, կարաս ինձ ասես, ումա պետք։ Մի հատ այդ Զանգեզուրի կոմբինատն է, այդ ջաները սաղալի։ Հիմա այդքան բան չկա, թող դա չլի։ Գազը տվեք թող դա, հուբ տվեք թող դա, այդ տանեմ արա ինչ։ Մի հատ համեմատեք որտեղ ենք մենք այսօր եւ որտեղ ենք մենք 6 ամիս առաջ, մի տարի առաջ, 2 տարի առաջ։ Պրոգրես է Պետրոս։ Օրինակ 2 տարի առաջ հələ Տավուշը Հայաստան էր։ Հիմա էլ Հայաստան չի։ 3 տարի առաջ ինչ էր։ 3 տարի առաջ էլ Ղարաբաղը էր ապրում, հասկանում ես։ Հասկանում ես մենք ինչ ցավ ենք քաշարա։ Ինչերի միջով են անցել մարդիկ։ Հələ հիշում ես ինչքան լավ է։ Ու սենց հələ պրոգրեսը շարունակվում է։ Հələ շարունակվում է։ Ասենք 2024-ին Տավուշ տվին, 25-ին Մեղրին տվին, 23-ին Ղարաբաղն էին տվել, 22-ին Սյունիքից տվին, 22-ին Ջերմուկից մի մասը տվին, 21-ից բանը Գեղարքունիքից են շորժամորժեն, ավելորդ բաներ արա, սարը Սես կամաս դες թեթևացնելով, հələ մեծ ապագա է սպասում, քանի ես մարդիկ իշխանության ղեկին են, արդեն պարզ է, չէ՞ մեզ ինչ է սպասվելու Պետրոս, խաղաղություն, հիշեք այդ բառը, լույսը բացում պետք է ասեք խաղաղություն, կեսօրին բարևի փոխարեն հիմա, Արաբաջան, որոշում ընդունեք, ասենք հենց իրար տենում են ասում է, խաղաղություն աղբերս, լավ եք աղբեր, դե ոչ չէ աղբերս, խաղաղ էլ է, խաղաղ Տնեցիք ոնց են, խաղաղ ապեր, խաղաղ, նորմալ, հա, ուրիշ ինչ կա, գործերը ոնց է, խաղաղ էլի, խաղաղ, նորմալ, խաղաղ, ամեն ինչ լավ է, այս տարի որդ ես գնալու հանգստանալ, խաղաղ օվկիանոս ապեր, հա, խաղաղ, դե լավ ապեր, խաղաղ, ամեն ինչ բառ, այսօր ինչ ես կերել, խաղաղության ճաշկերույթ է, Աննա Հակոբյանն էր կազմակերպել, խաղաղության Բայն դիմացի խաշմերուկը որ գնալու ես են Տեյրան Թումանյան խաշմերուկը այդ ոնց է կոչվում խաղաղություն ապեր խաղաղություն հա այդ խաղաղ պիտի լի ամեն ինչ ասեք արա բան ասելով ալու առանց Թուրքիայի մի տեսակ կիսատ կլինի այդ ողջ հա կոնցեպտը որ կա թրիպի եւ Էրդողանը հայտարարեց որ տարվա սկզբին հնարավոր են ինչ որ սիմվոլիկ քայլեր ուր ենք հասել եւ ինչի ակնկալիք մենք ունենք տարվա սկզբին։ Իսկապես, երբ որ ապաշրջափակման մասին ենք խոսում եւ հարևանների հետ առնվազն հանդուրժելի միմյանց հանդուրժող, ուրեմն ել չասած համագործակցային հարաբերություններ կառուցելու մասին ենք խոսում, անշուշտ կլինի կիսատություն, եթե այդ կարգավորումը եւ այդ միջավայրի մթնոլորտի ձևավորումը չներառի նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունները առանց Թուրքիայի այն չի էլի առանց Թուրքիային այս ոնց որ նենց սրտից այդ մի բան փոկացելն է էլի տենց Թուրքիան բերումա գցումա սաղ տեղը էլի Պետրոս պիտի լավ լինի չէ ախպեր մի Թուրքիան այն գլխից մեր այդ բարեկամը Պետրոսյան դες ինչ լավ դրին այն ժամանակ այդ հայերին ցեղասպանության ենթարկեցին հանեցին ամբողջ աշխարհում եք սփռել։ Այսօր Թուրքիայում այսօր եթե մենք սփյուռք ունենք, պետք ճիշտն ասենք էլ ախպեր։ Դա Թուրքիայի շնորհիվ է։ Ցեղասպանություն արած չլեն այդ մարդիկ ոնց են գնալու աշխարհում ապրեն այդպես հաջողությունը։ Այդ մարդկանց շնորհիվ է։ Առանց Թուրքիայի հիմա էլ են ուզում, Նիկոլ Փաշինյանը 20 տարի առաջ հիշում ես էլի պատերազմի ժամանակ չի ասում, սա մեր պատերազմը չի միայն Ադրբեջանի, սա մեր պատերազմը նաև Թուրքիայի հետ, Թուրքիան ուզում է վերադառնա տարածաշրջան, որպեսզի իրականացնի 100 տարի առաջվա իր մտադրությունը, այն է բնաջնջի հայ ժողովրդին եւ վերացնի հայոց պետք։ Արա կարողա չգիտեին այդ մարդիկ, ամեն ինչ դա համար առանց Թուրքիայի մենակ Ադրբեջանով սուտ է։ Պետք է Թուրքիան լինի, այդ գործի մեջ առանց Թուրքիա չի լինելու։ Մենք պետք է ասեմ եւ ես տարբեր առիթներ ունեցել եմ սա ասելու, շատ ինտենսիվ եւ շատ դրական երկխոսություն ունենք Թուրքիայի հետ, բայց միևնույն ժամանակ, ելի ասել եմ, մի հատ եմ ուզում ընդգծեմ, ժամանակն է, որ մենք ունենանք մեծ, շոշափելի, կոնկրետ առաջընթացներ գետնի վրա։ Հիմա մենք կարող ենք ասել, որ բոլորովին վերջերս մոտ 1 ամիս առաջ ուրեմն օրինակ ի թիվս այլ զարգացումների տեղի ունեցավ Գյումրի Կարս ուրեմն երկաթուղային այդ հանգույցի գնահատման
ուղղությամբ աշխատող փորձագիտական խմբի հանդիպումը Հայաստան-Թուրքիա փորձագիտական խումբ եղավ Թուրքիայի տարածքում այդ հատվածում, այնուհետև անցավ Հայաստանի տարածքում իր ուսումնասիրությունը արեց, դեղ աշխատանքներ կան արդեն, ասում եմ ցույց տալու, որ կան քայլերը եւ աշխատանք իսկապես արվում է, բայց կհամաձայնեի ժամանակն է, որ մեծ եւ շատ շոշափելի առաջընթաց արդեն որպես փաստ ունենանք։ Փորձագիտական խմբերը իհարկե կարևոր է Պետրոժան, գիտեք, փորձագիտական խմբերն են, այսօր շատ բաներ կա, փորձագետներն են որոշ։ Բայց մի հատ պրոբլեմ կա, էլի։ Թուրքիայի նախագահը, Թուրքիայի արտգործնախարարը նրանք հայտարարել են, որ ասում են հայ-թուրքական հարաբերությունների օրակարգ գոյություն չունի ու չի ունենալու այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանի կողմից կատարված չեն Ադրբեջանի բոլոր պահանջները։ Ադրբեջանի պահանջները ինչա, ասում եք կեթակ, որպես ես ձեր հետ համաձայնագիր ստորագրեմ, ձեր սահմանադրությունը կփոխեք, նոր սահմանադրություն կընդունեք, այսինքն ձեր պետությունը կվերացնեք։ Հիմա որ գնացին, սահմանադրությունը փոխին, պետությունը վերացավ, Թուրքիայի հետ հաստատվում է համագործակցություն։ Թուրքերը ընդեղից են գալի Հայաստանը գրավում, ադրբեջանցիները ստեղից են գալի, քանի որ մենք էլ արդեն իրանց հետ բարեկամացել ենք, իրանց տված ցորենը կերել ենք, իրանց տված բենզինը լցել ենք, մեր ավտոները քշել ենք, էժան 90 դրամ էժան։ Մենք արդեն իրանց հետ հաստատում ենք նոր բարեկամական հարաբերություն։ Հիմա մարդեն կարող է այ քեզ բա մեկը մտներով անցնի ուզենան մեծ ցեղասպանության ենթարկել։ Դե հիմա ջանները սաղալի։ Մեծ պետություն են, մեծ ժողովուրդ են, կարող է նաև այդպես անեն։ Դրա համար ինչ պիտի քրկներս հավաքեն գլուխներս, համեզն որ մենք մեզ խելոք պահենք, ինչի պետք է դες բան անեն։ Իսկ մենք գնացել ենք հələ նոր հիբրիդներին, քրկներս տվել ենք հիբրիդներին։ Դուք ասում եք օրենքով, նրանք ասում են օրենքով իշխանությունը չի կարող խառնվի եկեղեցու գործերին։ Բայց դուք ասում եք, այսպես պետք է լինի, այնպես պետք է լինի, սա պետք է գնա, սա պետք է գա, սա պետք է ընդունվի, սենց պետք է լինի, եւ ասում են, տեսեք, սա հալածանք, հա։ Սա օրենքի խախտում է, որովհետեւ դուք խառնվում եք եկեղեցու գործերին, իսկ Եվրամիությունը ձայն չի հանում։ Այն պահից, երբ որ եկեղեցու ղեկավարության ինչ որ հատված, էական ղեկավարություն, հա, հիմնական ղեկավարությունը որոշում է մտնել քաղաքականություն եւ որթեգրում է քաղաքական կուսակցության, ուրեմն պահվածք, խոսելաոճ եւ այլն, այդ պահից քաղաքական որևէ ուժ կարի ասել, կարա չէ, ասի, դե բարի գալուս քաղաքականություն։ Հասկացա՞ր, բարի գալուս քաղաքականություն ինչ է նշանակում։ Եթե որևէ մեկը մտնում է քաղաքականություն ու քննադատում է իշխանությունը, welcome to policy։ Բարի գալուս։ Ինչ պիտի անեն դրան։ Ձերբակալեն, հեռուստատեսությունները փակեն, խուզարկություններ, կալանք, ապօրինի, քաղաքականությունը էդ է։ Բայց քաղաքականությունը ո՞րն է, որ ամբախ զամբախ խոսաս, հա։ Հիմա մեր երկրում էլ հələ Ռուբեն Բաբայանի առաջարկը չի ընդունվել, ճիպոտով այդ հարցը չի լուծվում։ Ստիվված մարդիկ տանում են գցում են բանտերը, բա ինչ անեն, այ ախպեր, բա էդ է, բա մտել ես քաղաքականություն, այս Գյոզալ ադրբեջանա-թուրքական իշխանություններին քննադատում ես։ Բա նստի իշխանությունն էլ լսի, հա, թե ոնց են իրան քննադատում։ Բա բանտը ինչի համար է։ Բա իրավապահումը։ Եկել ես քա, վերջ, էլ դրա էլ ինչես բողոքում։ Բա եթե դրանով է, եթե քննադատում ես իշխանություններին, քեզ է տանում է բանտարկել, բա բողոքել ես որն է, ես չեմ հասկանում։ Բա եթե դրա համար է, բա ժողովրդավարությունն է, բա եվրոպական երկիր ենք, այդ ցավը տանը։ Եվրոպական միության անդամ, Եվրոպական միությունը մտեն չի։ Եվրոպական միությունը մասնակցել մեկը կարելի իշխանություններին քննադատի։ Հաջորդ օրը կտանեն գցեն բանտ։ Եթե Եվրոպա բաստիոն։ Դե եթե այդ կա, այս էլ կա։ Բայց ես ուզում եմ սա շատ էական է։ Ներողություն եմ խնդրում։ Սա չափազանց էական է, ես այս ընդգծում պիտի անեմ։ Այդ քաղաքական ուրեմն քննադատությունները փոխադարձ քաղաքական բանավեճ իրահերթին, ես ուզում եմ որ հանգարց չմտածենք, թե այս կտորը նսեմացնում է նախորդ ասածս, այսինքն քաղաքականը քաղաքական, լավ, բանավիճ ենք եւ այլն, բայց օրենքի առաջ բոլորը հավասար են, օրենք թող ոչ մեկ չխախտի։ Լսի, այդ օրենքի առաջ հավասարը Պետրոշյանից վերաբերում է բոլորին, բացի իշխանություններից, էլի։ Իշխանությունները օրենք հիմա ասենք եթե մարդիկ են օրենքները սահմանում, իրենք ո՞նց կարան դրա առաջ հավասարել են։
Իրաքի օրենքները սահմանում են այն մյուսների համար։ Հենց որ մեկը տենը մարդը գլուխա բարձրացնում, կապ չունի հոգևորական ես, մտավորական գործիչ ես, գործարար ես, աշխարհի ամենահարուստ հայն ես, սրբազան ես, կատու, ինչ կապ ունի, ինչ ես այդ ցավը տանը։ Ով ուզում ես էլի։ Օրենքի գերակայություն կա։ Օրենքը պետք է կատարվի։ Հիմա ասենք թե այս մարդը կառավարության անդամ է, ճիշտ է։ Օրենքով, սահմանադրությամբ ինքը պարտավոր է կատարի կառավարության գործնեության ծրագիրը։ Կառավարության գործնեության ծրագրում գրածավ, որ կառավարությունը Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորումը համարում է արտաքին քաղաքականության գերակայություն եւ այդ խնդրի լուծումը տեսնում է ԵՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափով։ Էդի գրում է օրենքով ազգային ժողովով հաստատում են, բայց գնում է Ամերիկա, այնտեղ Ալիևի հետ, Ջերում Բայրամովի հետ մի հատ փաստաթուղթ ստորագրում, որ այդ իր ասած ԵՀԿ Մինսկի խումբը լուծարվում է, այսինքն այս մարդը օրենքը խախտում է, ճիշտ է։ Ջանը սաղալի, այդ ցավը տանեմ, խո ինքը հոգևորական չի, որ դա դրա համար դատվի։ Խո ինքը մտավորական չի, որ գնա դրա համար դատվի։ Խո ինքը սեփական վաստակ ունեցող գործարար չի գնա դատվի։ Ինքը իշխանը արա, ինքը Ադրբեջանա թուրքական հեղափոխություն արած մարդ է, ժողովրդավարություն բերած մարդ է։ Ինքը պետք է դատի։ Այս մի կողմ, ուզում ես քաղաքական եղի, ուզում ես հոգևորական եղի, ուզում ես մշակութային եղի, ուզում ես գրական գեղարվեստական եղի։ Հայաստանի Հանրապետությունում կա օրենքի եւ իրավունքի գերակայություն, օրենքի առաջ բոլորը հավասար են։ Ինչքան մեր իրավապահները հասցնում են, կարողանում են հետաքննել, դատարանում ապացույցներ բերել եւ այլն, այդքան պետք է այդ գործընթացները իրականանան։ Այ ընդդիմությունը շատ է հեգնում այն բառը, որ մենք ժողովրդավարության բաստիոն ենք դարել, բայց ահա այսքան քաղբանտարկյալ կա։ Նախ բաստիոն բառի մասին ես ուզում եմ ասել, որ այդ տերմինի այդ համեմատության հեղինակը ես եմ։ Ցավնել տանեմ արա, բայց ինչ մշերել, բայց այն ժամանակ, դες այն վաղտվանից ասել ես 19 թվից, հələ 25 թիվն է, 26 թիվն է արդեն դարը, հələ սա դրա մասին է, արա, իմաստում Արիստոտելն ով այդ ցավը տանեմ, այս սենց իմաստում մտքեր ասը, ինչ բանա բաստիոն, մատ հələ հեղինակից լսենք, էլի, մատ առաջի ռուկ, լսենք, թե ինչ բանա ժողովրդավարության բաստիոն, 2018 թվականի քաղաքացիական պայմանագիր կուսակցության համաժողովում եմ սա ասել եւ ուզում եմ ասել, որ էլի սխալ են հասկանում։ Ժողովրդավարության բաստիոնը ժողովրդավարության միջնաբերդը չի, ամենաժողովրդավարը չի, այնտեղը չի, որտեղ բոլոր հարցերը ժողովրդավարության հետ կապված լուծված են, ինստիտուտները կայացած են եւ այլն։ Բաստիոնը դա այն բայրն է, որտեղ սովորաբար տեղի են ունենում այս կամ այն հարցով մարտերը, հա, դա ավելի շատ առաջնագծի նույնական չի, բայց ավելի շատ ավան պոստի իմաստ ունի եւ հիմա որևէ մեկը չի կարող շղթել, որ ժողովրդավարության համար գործընթացներ են հանուն ժողովրդավարության դեմ ուրեմն գործընթացներ են տեղի ունեն։ Մի պատգամավոր կար է Պետրոս ասում, գործընթաց է եղբայր։ Գործընթաց է այդ եղբայր։ Հիմա նայ բաստիոն ինչ է։ Բաստիոնը դա ամրոցի պարսպապակի անկյուններում հնգանկյուն ամրություն, պարսպապատերի երկարությամբ կամ նրանց առջև խրամատները եւ մոտակա տեղանքը գնդակոծելու համար։ Հիմա քանի որ այս մարդիկ կառուցել են ժողովրդավարության բաստիոն, հենց մեկը ուզում է մոտենա այս բաստիոնի ժողովրդավարության, ինչ են անում, գնդակոծում են։ Գնդակոծում են աղբեջան, մեկը մեռնում է, մեկը ընկնում է բանտերը, մեկը բանտում է մեռնում, մեկը կալանքի տեղն է, մեկին տա բաստիոնը էտա, դուք սխալ եք հասկացել, դուք մտածում եք, թե բաստիոնը են հենց վերևում գտնվող ոչ, բաստիոնում մարտեր են ընթանում, հանուն ժողովրդավարության։ Ի ժողովրդավարությունը ինչ է Պետրոս ջան։ Ժողովրդավարությունը այն է, որ եթե մեկը Հայաստանի վարչապետ է ու իր կառավարության ծրագիրը չի կատարում, կամ ասենք թե նախարարը իր ծրագրին հակառակ բաներ է անում, ոչ թե պիտի դրան անվստահություն հայտնես, հեռացնես, տեղը նոր կառավարություն ձևավորես, այլ հակառակը։ Պիտի հավաքվես իր շուրջը,
Ցես բատուտին նման էս թռվելը ուր որ գնաս հետդ կգան ուր որ գնաս հետդ կգան պետք է տես թռվռակցես եկնեք էքստազի մեջ էդի կոչում է աղանդ էդի կոչում է մահվան խոսք աղանդը ցես պետք է թռվռակ իր համար երկեք ու ով էլ մոտենա այդ բաստիոնին ինչ էր ասում խրամատները եւ մոտակա տեղանքը գնդակոծել ով մոտեցավ պետք է գնդակոծես որպեսզի ժողովրդավարությունը մնա անսասան Նաև երկու երկրի հետ հարաբերություններ հաստատվեցին Պակիստանի եւ Սաուդյան Արաբիայի։ Ինչ դա կտամ ես։ Այո, մենք Սաուդյան Արաբիայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատեցինք, այո, մենք Պակիստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատեցինք, մի դեպքում արդեն այցերել են եղել, համագործակցություն է ձևավորվում, պետք է ասեմ, որ շատ մեծ պոտենցիալ կա համագործակցության։ Պակիստանի հետ նո այս պահին գոնե փոխադարձաբար եւ պատրաստակամորեն ավանդաբար շարունակվող այդ հակադրում պայմանականորեն ասեմ, հա, այդ բառը կիրայ, այդ հակադրում այլևս չկա։ Սուտ հասում Պետրոսյան Սաուդյան Արաբիայի հետ դիվանագիտական հարաբերությունները դեռ չեն հաստատվել, ընդամենը ինքը ստորագրել է դիվանագիտական հարաբերությունները հաստատելու արձանագրություն, որը չի վավերացվել ոչ Սաուդյան Արաբիայի խորհրդանում, ոչ Հայաստանի Հանրապետության ազգային ժողովում, այսինքն հարաբերությունները հաստատվում են, երբ որ վավերացվում են։ Օրինակ Թուրքիայի հետ 2009 թվականին Հայաստանը ստորագրել էր դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին հայտարարությունը, արձանագրությունը, որը Թուրքիայի ազգային ժողովը իրանց այդ մեջլիսը չվավերացրեց, Հայաստանի ազգային ժողովը այդպես չհաստատվեցին։ Հիմա նույնը Սաուդյան Արաբիայում ստորագրվել է, բայց չի հաստատվել։ Սուտ է ասում։ Բայց ձեռքբերումներ էլ կան։ Ուրիշ շողություններով էլ է զարգանում։ Այս տարի հայկական դիվանագիտության վերելքի տարիներ։ Եղել են նոր համաձայնություններ։ Եվ տեսնենք ինչ հեռանկարներ կբացվեն։ Մենք կարգավորում ենք մեր ունեցած խնդիրները։ Հերու վայրում գտնվող երկրի հետ թույլ խնդիրը թույլ չափով, ուժեղ խնդիրը ուժեղ չափով։ Այսինքն հիմա աշխարհում էլ երկիր չկա, որ մեզ չի ճանաչում։ Ես չեմ կարող վստահաբար ասել, որ տեխնիկապես ուրեմն թղթով ճանաչման ակտ տեղի ունեցել է բոլոր երկրների հետ, բայց գոնե տենց խնդիրներ առաջացնող չճանաչումներ չկան։ Շատ լավ։ Իրոք շատ լավ չի, հարցրու ասեմ, այդ ցավը տանեմ։ Այս տարի գիտես Հայաստանը թղթով ում հետ է հարաբերություններ հաստատել։ Սողոմոնի կղզիների հետ եւ Լեսոթոյի հանրապետության հետ հաստատվել են դիվանագիր։ Իսկ Էրիթրեայի պետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան նշանակվել։ Դու հասկանում ես Պետրոս։ Պետրոս դու սաղորը Գերմանիաները գցած ես։ Ֆուտբոլի խաղ չկա, որ չետաս չնայես, երեխուն ուղարկել ես ընդես սովորելու։ Ինչ կա Գերմանիա։ Լսի դու Լեսոթո գնացած կաս։ Արա գնատես էդի երկիր, այ ախպեր, արդեն մենք հարաբերություններ ունենք, այս մարդու շնորհիվ Լեսոթոյի հետ կամ Սողոմոնի կղզիների հետ Արաբաջան մի բան հարցնեմ էլի։ Հələ մատ այն քարտեզի վրա դու ուշադիր նայ, դες մանեք եկեք գտել եք այդ Սողոմոնի կղզիները։ Կարող է հանգարտ Պետրոսի կղզիները լինի։ Մատ գտեք էլի ախպեր, գտեք այդ Պետրոսի կղզիների հետ էլ դիվանագիտական հարաբերություններ հաստատեք, թող մեր Պետրոսն էլ իմանա, որ իր անունով կղզիներ կլինի, էլի ոնց է չլի, եթե Սողոմոն կա, Սողոմոնը որել է Պետրոսն է կլինի, էլի Պետրոսի կղզիները լինի, բանանի հարաբերություններ հաստատվի, այդքան գանք էլի, որովհետև լավ էր Պետրոս արա, բայց լուրջ եմ ասում, այսքան այդ մեր ժողովրդի սաղից երազանքներ էլի այդ Լեսոթոյի հանրապետությունը այսքան կապված ենք այդ պետության հետ, այդքան գնալ գալ, այդքան տուրիզմ, այդքան առևտուր, բայց մինչև հիմա ասում ես նախկինները, էլ նախկինները ոչ Լեսոթոյի հետ են հարաբերություններ հաստատել, ոչ Սողոմոնի կղզիների հետ են հաստատել, ոչ էլ Էրիթրեայի պետությունում Հայաստանի այս մարդիկ եկան սաղ դիվանագիտությունը գցել են տեղը, սաղ արդեն այնց Հայաստան արդեն այնց աշխարհում հեղինակություն ունի, որը չասած։ Եվս մի հարց, Ադրբեջանի հետ ֆորմալ առումով մենք ընդհանրապես նախաստորագրել ենք։ Եվ հայտարարում է, որ երկկողմ
հարաբերություններով են ընթանում։ Հիմա կան բանակցություններ, գնում են դեպի ստորագրման, ինչ որ process գործընթաց կա։ Իհարկե պետք է սա ավարտվի ստորագրմամբ եւ հետո վավերացմամբ։ Եվ Իրենք ունեն իրենց պատկերացումը, մենք այդ պատկերացումը չենք կիսում։ նկատի ունեք համադրական բարեփոխումներ Այո, եւ մենք չունենք երկկողմ այդպիսի երկու կողմից ընդունված եւ դրա վրա աշխատվող օրակարգ։ Նկատի ունեմ բան, սահմանադրության հարցը, հա, իրենց կողմից բարձրացվող։ Իրենք ունեն իրենց պատկերացում, մենք ունենք մեր եւ դեռևս այստեղ համաձայնություն չունենք։ Ես ասեցի, որ մենք բազմաթիվ հարցեր լուծել ենք, բազմաթիվ բաներ արվում են եւ կան հարցեր, այո, կարեւոր հարցեր, որտեղ դեռ չունենք փոխհմբռնում եւ համաձայնություն, դե պետք է շարունակենք աշխատել։ Պետք չունենք ունենալ, ասենք ժամանակի ընթացքում իրանք ինչ որ հարցերի շուրջ փոխհմբռնում չեն ունենում, հետո ժամանակը անցնում է, փոխհմբռնում ունենում են։ Օրինակ, մի ժամանակ կար Արցախի հարցում իրանք ու Ադրբեջանը փոխհմբռնում չունեին։ Ադրբեջանն ասում էր Արցախը պիտի լինի Ադրբեջան, իրանք ասում էին չէ, Արցախ պիտի լինի Հայաստան, փոխհմբռնում չկար։ Ժամանակի ընթացքում իրանք փոխհմբռնեցին, որ Արցախը Ադրբեջանը, ու Արցախը տվին Ադրբեջանին, ասին Արցախը Ադրբեջան։ Հետո դրանից հետո բան է Տաոշի 4 գյուղերի ու հարակից տարածքների հետ կապված փոխհմբռնում չկար։ Չէին ասում։ Ադրբեջանը ասում է իմ տարածքները, իրանք էլ ասում են թևս կտրեմ, չգիտեմ, ակաշնես եսի ինչ կա, կտրեմ, բայց դա չենք տալու Ադրբեջան։ Փոխհմբռնում չկար։ Ժամանակի ընթացքում փոխհմբռնումը ձևավորվեց ու Տաուշի գյուղերը հանձնեցին Ադրբեջան։ Հետո դրանից հետո այս Մեղրիի հետ կապված Զանգեզուրի միջանց։ Փոխհմբռնում ադրբեջանցիներն ասում են, «Էդի Զանգեզուրի միջանց կա, պետք է տակ մեզ, որ մենք գնանք նախ»։ Սրանք ասում են, «Ոչ մի դեպքում, աղբեր ջան, ոչ մի միջանց չի լինելու։ Մի պետություն մենք եք, մի պետություն դուք եք։ Ուզում եք սահմանները բացեք առողջ, չէ։ Նրանք ասին, չէ, այդպես փոխհմբռնում չկար»։ Ժամանակի ընթացքում փոխհմբռնումը ձևավորվեց ու Մեղրին հանձնեցին Ադրբեջան։ Հիմա Ադրբեջանն ասում է, որ պետքա ձեր սահմանադրությունը վերացնեք, ձեր պետությունը պիտի վերացնեք, որ մենք գանք ձեր երկիրը զավթենք։ Հիմա իրանց մոտ փոխհմբռնում չկա, բայց ժամանակի հարցը Պետրոս ջան, դիվանագիտությունը ինչի համար է, որպեսզի փոխհմբռնես, այսինքն եթե քեզ ճշտամական պետությունը մի բան ասում, դու չես ըմբռնում, դիվանագետը դրա համար է, որ ժամանակի ընթացքում ըմբռնես ու ճշտամիտ ինչ որ ասում է, իր ասածը հասկանաս, թե ինչ ասում է, մարդը, այդ մարդու ասածներն անես, որպեսզի հաստատվի խաղաղություն, որպեսզի հաստատվի ըմբռնումը։ Հիմա ասենք թե Ղարաբաղի հարցում էս մարդը տարակարծություն ունի, ոչ մի դեպքում։ Տաուշար, որ եկել է Հայաստան, մնացել է մի փոքր Հայաստանը, այդ հարցում էլ անպայման ըմբռնում ելնելու է Պետրոս ջան, մի քանի օրվա պատմություն է։ Հեսա տարին կբացվի, թուրքերը արդեն կեթան կգան, այդ արևմտյան Հայաստանը կըմբռնեն ու այս տարածքում կհաստատվի արևմտյան Ադրբեջանի Հանրապետությունը ըմբռնումով։ Քննարկումներ կան, ես նկատի ունեմ գործընթացը առաջ գնում է, թե վերջ, սա ֆիքսել է։ Գործընթացը առաջ գնալու այս պահին բան չունի, կամ մենք պայմանավորվում ենք երբ եւ որտեղ ենք ստորագրում, կամ չենք պայմանավորվում, դեռ չենք պայմանավորվել։ Այսինքն ինչ է ուզում ասի, որ ինչ որ Վաշինգտոնում նախաստորագրել են, դա չի ստորագրել, որովհետեւ այն մյուս կողմը որ պիտի ստորագրի Ադրբեջանը, նայել ասում է ինչ տեղ, ինչ ժամ, ինչ պայմանավորվել է գյադաներ։ Տնային աշխատանք ունեք։ Գեթակ այդ տնային աշխատանք կանեք, սահմանադրությունը կվերացնեք, պետությունը կվերացնեք։ Սրանք էլ եկել են, որպեսզի տնային աշխատանք անեն, դրա համար ինչ է պետք, Պետրոս ջան։ Դու դա լավ գիտես։ Դրա համար պետք է առաջին հերթին տուն։ Դրա համար էս մարդիկ եկել են, տներ են առել, մի հատ $250,000 տուն ինքն առել Եղվարդի ճամփի վրա։ Մի հատ Սուրեն Պապիկյանը երաս թաղամասում առել, մի հատ Բյուրեղ թաղամասում առել, դու մի հատ Դավթաշենը մեզ առել, մի հատ բնակելի այն Հայկ Կոնջորյանն առել, Ռուբինյանը 2 հատ առել, ասա տները առնում են, ինչի համար խոյ գյորը չեն տանելու, այդ ցավը տանում, առել են որ տնային աշխատանք տուն ունենան, տնային աշխատանք, սա փողոցի տղերք, որտուց դրանց տուն։ Հիմա տները արդեն ունեն, տնային աշխատանքները Ալենը համ տուն ունի, համ առանձնատուն ունի, դրա աշխատանքը շատ է, պետք է տներն է շատ էլ։ Հիմա տնային աշխատանքը կանեն, արդեն հետո եկան տնային աշխատանքից հետո համաժողովն արեցին ՔՊ-ի, ասին մենք այս հանրապետությունը պիտի վերացնենք, որ 4-րդը սարքենք։
Հիմա ինչ պարտադիր է 4-րդը է սրա նման լինի։ Թե մի քիչ փուճուր էլի, կամ բավարար չլինի։ Ինչ է։ Ասենք հիմա որ Հայաստանն էլ որպես պետություն չլինի։ Խոյ բանը տարածքները չի վերանում։ Հայաստան չի լինի, Արևմտյան Ադրբեջան կլինի։ Ինչ տարբերություն։ Զատի բենզինը 90 դրամ էժան կլինի։ Մեզ էլ ինչ է պետք Պետրոս ջան, որ 90 դրամ էժան էլ է ախպեր, մեզ ուրիշ ինչ է պետք։ Եկող տարվա դուք մի քանի բան անոնս արեցիք, հա, Եվրամիության լիդերներն են գալու եւ այլ խոշոր բաներ դուք ասցիք կա, ես խնդրեմ բացել, հա, եկող տարի ինչ ունենք, որ տենց ավարտենք եթերը։ Ես կարծում եմ, որ մեզ մինչ այժմ մեր կողմից հանրահռչակված ուղղություններով էական ձեռքբերումներ կարող են սպասվել նոր տարում, այսինքն առանց անակնկալների, հա, գիտենք ինչի մասին ենք խոսում։ Աշխատանք բավականաչափ արվել է, արդյունքներ որոշակիորեն եղել են եւ կշարունակի սա այսինքն 26-ը շոշափելի արդյունքների տարի։ Աբրես 26-ը լինելու է շոշափելի արդյունքների տարի։ 26-ին Պետրոս ջան այդ ադրբեջանցիները գալու են ու սկսեն շոշափել։ Առաջին հերթին որ ուզում ես իմանաս, հենց քեզ է շոշափելու են։ Դու վախենում ես որ ադրբեջանցիներն եկան կարող է քեզ ուտեն։ Ոչ։ Կշոշափեն։ Անենց կշոշափեն, լազզաթդ կտա։ Քեֆը այդ շոշափելուց ամենից շատը Ալենն է ուրախ։ Ալենը գիտես ոնց է։ Ալենը ոչ թե սպասում է որ գան իրան շոշափեն, այլ Ալենն ասում է առիթ լինի, ես կեթամ Բաքու, ուզում եմ գնամ Բաքու, որ շոշափեն։ Արա դե զայլ են գնացել այլ խաղալիքների ձեռարը, իսկական է ուզում։ 26-ը լինելու է շոշափելի ձեռքբերումների տարի։ Կապահովեք, չէ՞։ Վստահ եմ, որ այո, ես ուզում եմ էլի առիթից օգտվեմ եւ ասեմ, որ եւ կոչ անեմ մարդկանց, ուղղակի չտրվել մանիպուլյացիաներին, երբեմն դրանք ուղղակի շատ անհեթեթ մանիպուլյացիաներ եւ ստեր, երբեմն մի քիչ ավելի լավ փաթեթավորված քողարկված, բայց նորից ուզում եմ մարդկանց ասել, որ մեր ժողովրդին ասել, որ մեր գործերը նորմալ են եւ ամեն ինչ լավ է լինելու, խնդիրները լուծվելու են եւ Հայաստանը անցնում է եւ անցել է արդեն զարգացման օրակարգ եւ զարգացման դարաշրջան։ Շնորհակալություն։ Շնորհակալություն չէ, Պետրոս ջան։ Արա սովորի այ ցավը տանեմ։ Արդեն պիտի ճիշտ տերմիններով օգտա։ Շնորհակալությունը որն է շաբլոն բաներում։ Տասակյուր էդիրիմ կամ ցող սաղոն։ Սաղոլ։ Ես եմ շնորհակալ։ Մենք խոսում ենք արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ, կհանդիպենք ցտեսություն։